Ես 60 տարի ջազ եմ նվագում։ Երևան քաղաքն է, մեկ էլ ջազը։ Ամեն երկրում իմ մնալու ժամկետը 13 օր է։ 14-րդ օրը ես պետք է Երևան լինեմ։ Ձեր իմացած, ճանաչած Երևանը շատ չի փոխվել։ Ինձ համար չէ, Չարբախից մինչև հիմա բոլոր փողոցները գիտեմ, մինչև կենտրոն։ Ինչպիսին էին երևանցիները առաջ։ Մինչև առավոտվա 6-ը պետք է թվեմ։ Դուք ասում եք ես չունեմ կրթություն, իմ կրթությունը Օսկար Պիտերսոնն է։ Նրա նվագի 5%-ն էլ չեմ կարում նվագեմ։ Վստահ եմ, որ իրենք էլ ձեր երաժշտությունը շատ հավանել են։ Ինչ կարծիքներ են ձեր մասին ասել։ BB King-ը ասեց, տես սպիտակ է, բայց ոնց է սև մուզիկան նվագում։ Ոնց եք։ Լավ եմ։ Շատ լավ է։ Ինչի մասին է ջազը, մայստրո։ Ջազը կյանքի։ Ում կյանքի։ Ջազի մի թարգմանություններից մեկը life, կյանք։ Ջազը կյանքի մասին է։ Ովքեր են ջազ սիրող մարդիկ։ Ինչպիսին են իրանք։ Ինչ ընդհանուր մի հատ հատկություն ունեն, որ ջազ են սիրում։ Ընդհանուր ոչ մի բան չունեն։ Ջազը շատ յուրահատուկ ժանր է, որը ամեն մեկին հասանելի չի։ Իսկ ով որ արդեն հասանելի է դառնում, էլ չի կարողանում դրանից պոկվի։ Իսկ այդ ինչա մեջն է ինչ-որ մի բան մարդու, թե կարելի է սովորել ջազ լսել։ Ջազը սովորելը մի քիչ ծանր բան է, որտեվ եթե դու իմպրովիզացիայի հակում չունես, իծն է, դա սովորացնել չի լինի։ Իսկ լսել, ջազ լսելը սովորում ես, թե մեջդ ինչ-որ մի բան խառնում է ջազը ու… Դե կամ հավանում ես, կամ չես հավանում։ Եթե հավանում ես, անընդհատ լսում ես։ Տեսեք, դասական երաժշտությունը, եթե փոքրուց երեխային սովորեցնես, լսում է։ Սկսում է դուրը գալ։ Այդ ձևա ջազը թե մի քիչ ուրիշ է։ Նույնն է։ Եթե սովորում է լսել եւ հավանում է, էլ վերջ, հետի ամբողջ կյանքում է։ Ես 60 տարի ջազ եմ նվագում։ Երևան քաղաքն է, մեկ էլ ջազը։ Բայց տեսեք, դուք ջազ չեք լսել երբեք մինչև 15-16 տարեկան, երբ որ պատահաբար ռադիոյով այդ ալիքը կարողացաք բռնել ու լսեցիք ու ասում եք, որ աստվածային երաժշտություն լսեցիք։ Տեսեք, ձեր դեպքում այդպես չի։ Ձեր դեպքում ջազը ձեր մեջ եղել է, որ դա որ այդ ալիքը բռնել է ձեզ։ Չի եղել։ Չէ։ Ոչ։ Ոնց պատահեց։ Այդ աստվածային երաժշտությունը լսելուց հետո ես ամեն օր սկսեցի բռնել նույն ալիքը, որը տևում էր 11:15-ից գիշերվա մինչև 12-ը։ Եվ դա վարում էր հայտնի ջազային մեկնաբան Ուիլիս Քանովերը։ Այդ պարզեցի նրա խոսելուց։ Եվ աստվածային երաժշտությունը, երբ որ ես պարզեցի, դա հանրահայտ 20-րդ դարի լավագույն դաշնակահարներից մեկը Օսկար Պիտերսոնն էր, որը դարձավ ինձ համար երաժշտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիան և Մոսկվայի Գնեսինը։ Այդ ամբողջը իմ համար Օսկար Պիտերսոնն էր, որին ես 60 տարի ուսումնասիրում եմ մինչև այսօր, որտեղ ունեմ նրա լրիվ վինիլ CD-ների կոլեկցիան, լրիվ։ Այդ իմ դասատուն էր, մինչև այսօր։ Բայց տեսեք, պատահաբար ալիքը բռնեցիք, ինչը ձեզ այդ երաժշտության մեջ գրավեց, որ սկսեցիք ամեն օր լսել։ Երաժշտությունը գրավեց։ Տարօրինակ էր, ուրիշ էր, ի՞նչն էր։ Բա ասեցի, աստվածային երաժշտություն էր։ Դա ոչ մի բան ձեզ չի ասում, աստվածայինը։ Ես դասական երաժշտության մասին եմ լսել, որ ասում են աստվածային երաժշտություն։ Ոչ, այդ ջազի մեջ էր։ Այդ հենց Օսկար Պիտերսոնն էր, որին ես սկսեցի լսել, որտեվ այդ ջազային մեկնաբանը բավական հաճախ էր նրան տալիս։ Դա դեռ չի նշանակում, որ մնացած
ջազմեններին չէր տալի, դաշնակահարներին լավագույն, Հերբի Հենկոկին, Ալ Ջարոուին, ես շատերին եմ լսել, բայց հիմնական իմ սովորելը Օսկար Պիտերսոնից էր գալի։ Նվագում եք իրա նման հիմա։ Իհարկե ոչ։ Ոնց կարամ իրա նման նվագեմ։ Նա վիրտուոզ էր։ Նրա նվագի 5%-ն էլ չեմ կարում նվագեմ, որովհետև նա բացառիկ դաշնակահար էր, ֆանտաստիկ։ Օսկարը ուրիշ մոլորակի մեջ էր, երաժշտական ուրիշ մոլորակ։ Ասում եք, որ 60 տարի ուսումնասիրել եք նրան։ Մինչև հիմա էլ ուսումնասիրում եմ։ Որպես անձ ճանաչում եք իրան։ Չէ։ Չէ։ Դժբախտաբար միջազգային ջազ փառատոներ կազմակերպելուց համարյա բոլոր աստղերին Ամերիկայի բերեցի Երևան, բայց իմ դասատուից չհասցրեցի, նա 25 թիվ էր, 1925 թվի ծնված էր և մի քանի տարի առաջ մահացավ, միայն նրան չհասցրեցի բերեմ, մնացած բոլորին համարյա բերեցի, Չիկորեա, Հերբի Հենկոկ, Ալ Ջարոու, Ջորջ Բենսոն և այլն, այդ թվերը շատ երկար պիտի թվեմ։ Դուք իրեն չեք հանդիպել անձնապես, բայց մոտավոր պատկերացում ունեք իր անձի մասին, թե ինչպիսի մարդ է եղել։ Հա, իհարկե, ուներ համ դասական կրթություն, համ ջազային։ Նա ավարտել էր համ ջազային դասական կոնսերվատորիան, համ դասական ակադեմիան։ Եվ շշմելու նվագում էր համ դասական, համ ջազ, բայց ջազը ավելի շատ իհարկե, շշմելու դաշնակահար էր Օսկարը, հլա որ ես նրան համեմատելու ոչ մի դաշնակահար չունեմ դեռ։ Հիմա շփվում եմ կնոջ հետ, Կելի Պիտերսոնի հետ, որը ապրում է Կանադա, Տորոնտոյում, Օսկարն էլ էր ընդեղ ապրում, ու համ ընդեղ համ Ամերիկա էր գալի, համ ամբողջ աշխարհով հյուրախաղեր ուներ, և բոլոր դիսկերը, ես ունեմ նրա 53 դիսկը, Օսկարի, դա մի դաշնակահարի համար շատ է, և մի օր բոլոր դիսկերը շարեցի, նստեցի, նկարվեցի, և մի հատ խաչքար նկարով ու լավ կոնյակով ուղարկեցի կնոջը։ Նա շշմել էր, ասում է, այսքան դիսկ մենք չունենք, ես դու ոնց ես հավաքի։ Ասի, բա 60 տարի հավաքում էի իրա դիսկերը, 15 տարեկանից մինչև հիմա։ Ինչու այդքան շատ կոլեկցիան ստացվեց, որովհետև ես հավաքում էի ոչ միայն նրա սոլո նվագները, այլ նաև ջեմ սեշնները, մի խումբ երաժիշտներ, տարբեր ջազմեններ ջեմ սեշն են անում, որտեղ մասնակցում է նաև Օսկարը, էդ էլ էի հավաքում, և հավաքում էի նաև Լուի Արմստրոնգ և Էլլա Ֆիցջերալդը երգում են Ջորջ Գերշվինի Պորգիի Բես օպերան, նվագակցում է Օսկար Պիտերսոնը, նվագակցման դիսկերն էլ էի հավաքում, դրա համար այդքան շատ ստացվեց, որտև մի երաժիշտի համար 53 դիսկ շատ է, բայց ես ունեմ նրա լրիվ կոլեկցիան, այն ամենը ինչ որ նա նվագել է, ու ամեն CD-ից մի բան որսում էի իմ նվագի համար, դրա համար իմ դասատուն դառավ 60 տարվա։ Փառատոնները, երբ որ միջազգային կազմակերպում եք, շատ մեծությունների եք հանդիպել, դուք էլ նշեցիք, այո, նրանց հետ շփվել եք, ինչպիսի մարդիկ էին նրանք բոլորը, կար նրանց մեջ մարդ, որը մարդկային առումով այդքան էլ հաջող չէր։ Ոչ, ջազային թագավորներից մեկը Չիկորեան էր, մյուսը Հերբի Հենկոկն էր, այն մյուսը Քեյթ Ջարեթն էր և այլն։ Նրանց բոլորին կարողացա բերեմ Երևան, որոնք շշմելու նվագ նվագեցին, կամ օպերայի դահլիճում էի անում փառատոնը, կամ ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան դահլիճում։ Եվ դրանից հետո նրանք գալիս էին ջեմ սեշնի
իմ ակումբ, Մալխաս ջազ ակումբ, եւ արդեն այնտեղ շարունակվում էր հայերի հետ նվագելը, հայ ջազմենների, եւ շատերը զարմացել էին, որ այդքան ջազմեն ունենք այս փուչուր քաղաքում, որտեվ ջազմենները շատ են հիմա, մանավանդ ջահելները, շշմելու բանակ կա ջազային, այսօր Երևանում։ Ինչի համար եմ այս հարցը տալիս, իրենց անձերի մասին, որ հարցնում եմ լավ մարդ են, թե չէ, կա այդպիսի կարծիք, որ հանճարեղ մարդը պետք է նաև լավ մարդ լինի։ Հեչ պարտադիր չի, շատ հանճարեղ մարդիկ գիտեմ ես, թե դասականի մեջ, թե ջազի, որոնք անհաջող մարդիկ են, որպես մարդ։ Այդ հայտնի ջազմենների մասին, որ խոսեցինք, այո, վստահ եմ, որ իրենք էլ ձեր երաժշտությունը շատ հավանել են։ Ինչ կարծիքներ են ձեր մասին ասել։ 1978 թվին ես նվագում էի Ինտուրիստ ռեստորանում, Անիում։ Ջահել էինք 78 թվին եւ Երևան եկավ գիտարի թագավոր BB King-ը իր խմբով։ Եկավ հյուրախաղերի Երևան, մի համերգ պիտի տար եւ առաջի օրը երբ եկան, կանգնեցին Անիում եւ ես էլ, քանի որ այդ խմբի ղեկավարն էի, որտեղ նվագում էինք ռեստորանում, առաջի մի ժամը ջազ էինք նվագում։ Հետո նոր սկսվում էր նաշիչ նաքյաբաբ։ Հա, բայց առաջի ժամը եւ չնկատեցի, որ եկել են BB King-ի երաժիշտները ընթրիք անելու։ Նրանց հետ կար Տատյանան, որը նրանց թարգմանչուհին էր։ Որտեւ նրանք ոչ միայն Երևան եկան, այլ Լենինգրադել էին մտել, Ռոստովել եւ այլն, եւ հիմա վերջի քաղաքն էր Երևանը, որ եկան։ Եվ BB King-ն էլ էր նստած։ Եվ առաջի մի ժամը, որ սկսեցինք ջազ նվագել, այս երաժիշտները բարձրացան իրանց համարները, իրանց գործիքները վերցրին, սաքսոֆոն, տրամբոն, բան, իջան առանց հարցնելու, բարձրացան բեմ, սկսեցին մեր հետ նվագել։ Եվ այդ դարավ jam session, այսինքն մենք եւ իրանք նվագում էինք, եւ BB King-ը, քանի որ հերու չէր նստած շատ, անընդհատ մատով ցույց էր տալի ինձ ու այդ Տատյանային բաներ էր ասում, որը ես չէի կարող լսել։ Պարզա, մենք մի քանի ժամ նվագեցինք այդ jam session-ը եւ ես մոտեցա այդ Տատյանային, ասում եմ, Տատյանա, այս հայտնի մայեստրոն BB King-ը, այդ ինչ էր մատով ինձ ցույց տալի ու բան։ Նա սկսեց ծիծաղալ, ասում է BB King-ը ասեց Տես սպիտակա, բայց ոնց է սև մուզիկան նվագում։ Առաջի կոմպլիմենտը իմ կյանքում ես ստացա BB King-ից։ Տեսեք, դուք ասում եք, ես չունեմ կրթություն, ֆորմալ կրթություն, իմ կրթությունը Օսկար Պիտերսոնն է։ Այո։ Բայց երբևէ Ես անգամ երաժշտական դպրոց չեմ ավարտել։ 0 է իմ երաժշտական կրթությունը։ Նոտաներ չեք ճանաչում, չէ՞։ Ոչ։ 50 երկիր պտտելուց հետո էլ ինչ նոտա։ Իսկ երբևէ ունեցել եք այդ ինքնակոչի կոմպլեքս այդ։ Ոչ։ Չէ։ Չեմ ունեցել։ Որտեվ Միացյալ Նահանգներում էլ կան շատ ջազմեններ, որոնք երաժշտական կրթություն չունեն։ Օրինակ Փայլուն դաշնակահար Էրոլ Գարները։ Էլի ինպես ոչ մի կրթություն չունի։ Իմ կրթությունը Պուշկինի դպրոց, Բրյուսովի անվան ինստիտուտ, վերջ, բանասեր, որ մի օր չեմ աշխատել այդ բանասիրությամբ, Բրյուսովի ինստիտուտում անընդհատ նվագել եմ, բոլոր 4 տարիները։ Բայց դες պետք է եկել այդ կրթությունը։ Դե չէ, ջազը, քանի որ իմպրովիզացիայի վրա է, քանի որ էտը Սիումինուտնա կոնկրետիզացիա твоего состояния, երբ որ դու նվագում ես, այդ րոպեին մի դեպք եղավ, երբ Մոսկվայից նկարահանման խումբ եկավ, ջազ կլուբ, 12-ին, դե ես նվագում եմ 12-ից 12-ից կես, 20 տարի, անընդմեջ այդ նույն ռեժիմն է,
Եկան եւ կանգնեցին, որտեղ ես նստում եմ, միացրին լույսը, կամերան, բան, 12-ի կողմերը եկան, իմ նվագ, ասում եմ մենք Մոսկվայից պատվեր ունենք ձեր կես ժամը նկարելու։ Առաջի գործը նվագեցի, այդ ռեժիսոր կինը ասեց տակ, վտարոյ դուբլ։ Ասի տիկին, դուք ջազ առաջի անգամ եք նկարում, ասեց ճիշտն ասած, այո, վերևից խոսում ենք իրար հետ, ասում եմ, ես հիմա 50 գրամ կոնյակ կխմեմ և ես նույն գործը լրիվ ուրիշ ձևի կնվագեմ, ինչ վտարոյ դուբլ, ջազում դուբլեր չկա, սաղ նորաստեղծ այդ ռոպեին կատարվող բանա, ասեց հասկացա, ու էլ չխանգարեց առաջի դուբլից կես ժամը նվագեցի։ Մեզ մոտ կրթական ծրագրում կոնսերվատորիայում ջազ դասավանդվում է։ Հիմա կա բաժին ընդեղ, որը Երվանդ Երզինկյանն էր ղեկավարում, ռադիոյի հեռուստատեսության ջազ օրկեստրի ղեկավարը։ Նա էր ղեկավարում, բայց դա շատ ֆակուլտատիվ է։ Հա, սովորացնում են մի քանի ազեր սկզբնական, որ բաներ, բայց ոչ իմպրովիզացիա և ոչ սվինգ, այդ երկուսը չեն կարա դասավանդեն։ Ես ջազից շատ լավ չեմ հասկանում, երբ որ լսում եմ, ես զգում եմ տատանումներ անընդհատ այդ երաժշտության մեջ։ Դուք ասում եք, որ ջազը ձեզ ձևավորել է շատ։ Դուք ունեք այդ տրամադրության մեջ ձեր նկատվում է այդ ջազի նման այդ բանը, որ օրինակ ուրախ լինեք, տխուր լինեք, շատ փոփոխվի, թե շատ կայուն եք։ Լրիվ ուրիշ վիճակ է։ Ես պետք է կրկնվեմ русերեն. Это сиюминутная конкретизация твоего состояния. Դու կարող ես այդ մոմենտին, նվագի մոմենտին, լրիվ ուրիշ վիճակում լինես, և կես ժամ հետո լրիվ ուրիշ վիճակ նույն գործը։ Ջազը թարգմանվում է որպես լայվ, կյանք, փոփոխվող, չկրկնվող և անընդհատ էմոցիաները տել է փոխվում, տրամադրությունը տել, վիճակը տել, երբ որ դու նվագում ես, որտև դա իմպրովիզացիա է, որին հնարավոր չի սովորացնել։ Ջազում ամեն ինչ կարելի է սովորացնել, սվինգը, ռիթմը, նոտաները և այլն, բայց իմպրովիզացիան չես կարող սովորացնել։ Դա քո մեջ է և անկրկնելի է։ Ես Արնոյի նոկտյուրնը հիմա 10 ձևի նվագում եմ, ամեն անգամ տարբեր, բայց ինքն նվագում է միայն թեման, բայց ես մտցրել եմ իմպրովիզացիան և մի հետաքրքիր դեպք եղավ, երբ նա արդեն պարկած էր, վերջի տարիներն էր, վերջի ամիսներն էր, և նրա մոտ ոչ մեկը չէր կարում մտներ, բացի Մելիք Մավիսակալյանից, մեր դիրիժոր երաժիշտ, առաջվա ռադիոյի հեռուստատեսության ջազի ղեկավար, միայն նա էր մտնում մոտը։ Ես խնդրեցի Մելիք Բաբկենիչին, ասացի, մի հատ փուչուր կասետ տամ, ինքը դվուխ կասետնիկ հաստատ ունի, չէ ընդ է դրած, ասում հա, ասի ես նոկտյուրնը իմ ձևով եմ նվագում, մի հատ ես վերցրեք, տարեք թող լսի, ես ուզում եմ իրա կարծիքը իմանամ։ Եվ Մելիքը տարավ կասետը դրեց և միացրեց իրա ստեղծագրած նոկտյուրնի սկիզբը։ Սկիզբը նորմալ են նվագում, հետո սկսում է իմպրովիզացիան։ Երբ որ իմպրովիզացիան սկսվեց, Արնոն շուռ եկավ, ասեց, ես են խուժան մալխասնա։ Մի անգամից ջոկեց ով է նվագում։ Իմպրովիզացիան դա քո անձնականն է ու քո ծնվելու հետ է գալիս առաջ։ Իսկ որ ասում եք ամեն անգամ տարբեր ես նվագում, կարող ես 10 անգամ տարբեր նվագել։ Լինում է, որ զգացողություն եք, որ այն 4-րդ անգամը շատ լավ էի նվագել, մի հատ կուզեմ էլի հիշեմ ու դրա նման նվագեմ, թե ամեն անգամ ձեզ դուր է գալիս ձեր նվագածը։ Ամեն անգամ տարբեր է և
Ես ոչ մի անգամ այդ նվագածը չեմ ֆիքսել, որ սա ամենալավն էր։ 20 տարի նվագում եմ այդ ջազ կլուբում այդ համարյա ամեն օր։ Ծրագիրը անընդհատ փոխվում է, բայց նոկտյուրնը միշտ տալիսմանի պես մնում է։ Նվագելուց ինչի մասին եք մտածում կամ ում մասին եք մտածում։ Ջազը այն բանն է, որ դու պետք է կենտրոնանաս իմպրովիզացիայի վրա, իսկ որ կենտրոնանում ես իմպրովիզացիայի վրա, ուրիշ բան մտածելու բան դժվար կարողանաս։ Եվ դա անհրաժեշտ էլ չի։ Ես ինչքան հասկանում եմ, դուք սիրում եք ջազ եւ Երևան։ Այո։ Այո, հիմա ուզում եմ մի քիչ Երևանի մասին։ Երևան, հետո ջազ։ Ահա։ Հիմա ուզում եմ մի քիչ խոսենք Երևանի մասին։ Ես պատկերացնում եմ, որ եթե հանկարծ այդ պատահականությունը այդ օրը չլիներ ու դուք այդ ալիքը, ռադիո ալիքը չբռնեիք ու չլսեիք այդ աստվածային երաժշտությունը, երևի թե մենք այսօր չէինք ունենա Մալխաս ջազ երաժիշտը։ Շատ հավանական է։ Բայց ես չգիտեմ ինչի տենց ներքին վստահություն ունեմ, որ մենք կունենայինք մեկը այդ լավ երևանցին, որը ինչ որ ուրիշ մի բանով կարող է զբաղվեր։ Կարող է ջազ չնվագեր։ Կարող է բասկետբոլի մեջ ճանաչել։ Օրինակ։ Խաղացել եմ բասկետբոլ, Բրյուսովի ինստիտուտի հավաքականի բանն էի, կապիտանն էի։ Կարող է դառնայի բասկետբոլիստ։ Բայց տեսեք, շատերիս մոտ, երբ որ ասում են երևանցի, շատերս հենց ձեզ ենք պատկերացնում, Ֆորշին ենք պատկերացնում, հա ինչ-որ մարդկանց, որոնք Երևանի հետ են ասոցացվում։ Այո։ Ես Երևանի հետ շատ սերտ կապերի մեջ եմ, քանի երկիր պտտելուց հետո շատ երկրներ եմ պտտել ջազով, համերգներով։ Ամեն երկրում իմ մնալու ժամկետը 13 օր է։ 14-րդ օրը ես պետք է Երևան լեմ։ Ուզում եմ Լաս Վեգաս էլ, ուզում եմ Արգենտինա, ուզում եմ Բեյրութ, կապ չունի երկիրը։ Ասում եմ ձեր երկրի պես երկիր չկա, շշմելու երկիր է, բայց այն ավիատոմսը ստվեք, հա, ես թռնում եմ վաղը։ Եվ մի հետաքրքիր բան էլ եղավ Նյու Յորքում, հյուրանոցից դուռը ծեծեցին երկու ռուս կին, Դոմաֆիցերովի պրիչոսկեքով, մտան, ասին զդրաստի, ասի զդրաստի, ասին մենք ձեզ համար լավ սյուրպրիզ ենք բերել, ասի ինչ սյուրպրիզ է, ասեց Գուդզոնի վրա, սևամորթ երաժիշտների հետ, դուք 3 ամիս պետք է Գուդզոնի վրա նավով պտտեք և աշխատեք, ես էլ կոնտրակտը, 80 են տալի, ասի հա շատ լավ կոնտրակտ է, բայց այն ավիատոմսը ստվեք, հա ես վաղը թռնում եմ, չհամաձայնվեցի, որտև ամեն երկրում էլ ասում էին մնա, աշխատի, բան, էդ իմ համար չէր, առանց Երևանի ես 13 օրից ավել չեմ բացակայել 80 տարեկան վան մեջ, միշտ 13 օր, որ երկիրն ուզում ալնի։ Ձեր իմացած, ճանաչած Երևանը շատ չի փոխվել։ Ինձ համար չէ։ Չէ։ Չի փոխվել։ Չարբախից մինչև հիմա բոլոր փողոցները գիտեմ։ Մինչև կենտրոն։ Իսկ մարդիկ երևանցիները։ Մարդիկ փոխվել են, իհարկե։ Շատ ընկերներ կորցրեցի, շատ ընկերներ մեկնեցին ստեղից, բայց ես Երևանցի եմ էլի։ Ինչպիսին էին երևանցիները առաջ։ Մինչև առավոտվա 6-ը պետք է թվեմ։ Եկեք սկսենք։ Կարիերա սարքող չեն, հումորի տեր են, մոտավորապես եմ ասում, բայց շատ բաներ կա։ Իսկ հիմա ոնց։ Որ երևանցուն բնորոշ է։ Իսկ հիմա ինչպիսին են երևանցիները։ Ինչպիսին են, հիմա փոխվել են ահագին։ Դե այդ երևի ես կյանքից է, բայց առանց Երևան չեմ պատկերացնում իմ կյանքը։ Դրա համար էլ այդ բացակայությունները 13-14 օրն է, որ պետք է գամ ասնեմ Երևան։ Ինչ նոստալգիա ունեք հին Երևանի մասին, որ կուզեիք հիմա լիներ այդպես։ Այն
Հիմնական տեղերը, որ ես այցելում էի, Սկվազնյակը, կինոնայրու կողքը, Կազիրոկը, Երևան հյուրանոցի տակի հանճարանոցը, այդ իմ տեղերն էր, որտեղ ես գնում էի։ Հիմա Սկվազնյակում են օրա անցա, քանդել են, ես իմ ինչ են սարքե, Adidas ֆորմով 2 հատ անթրաշ նարդի են խաղում։ Մոտիկացա ասի, արա, այս Սկվազնյակը, որ քանդեցիք, ես ինչ եք արես, ես նարդի խաղալու համար էի, արել ես։ Լավ տեղեր, բոլորս հավաքվում էինք, արվեստագետներ, սպորտսմեններ, նկարիչներ եւ այլն։ Այդ Սկվազնյակը շատ էի գնում։ Այդ իմ կես օրը ես ընդեղ էի անցկացնում։ Հիմա վերցրին բետոնի շուշի մեջ մցրին ու իրանք էլ չհասկացան այդ ինչ են արել։ Այդ առումով շատ է փոխվել քաղաքը, իհարկե։ Բայց հին երևանցիք մնում են հին երևանցիք։ Ձեր մասին շատ են ասում, որ դուք շատ ընկերասեր եք, շատ մեծ շրջապատ ունեք, շատ ընկերներ ունեք, բայց ձեր մասին ասում են, որ դուք շատ մենակ եք նաև։ Էն էլ կա։ Ձեզ պետք է լինել մենակ։ Чувство одиночества у меня есть։ Այդ որտեղից է գալիս։ Չեմ անում, одинокий в толпе։ Այդպես մի հատ ասացվածք եմ կարդացել, ասի այդ ինձ ա վերաբերվում։ Одинокий в толпе, համ տալպան կա, համ մարդիկ կան, բայց ես մենակ եմ։ Այդ զգացողությունը ինձ մոտ բավական հաճախ է լինում։ Չգիտեմ ինչից է գալի։ Չեմ անում, անբացատրելի բան է։ Բայց տեսեք, դուք կինեք ունեցել եւ աղջիկ ունեք։ Այո։ Շատերի մոտ այդ մենակության զգացումը ընտանիք ստեղծելուց հետո կարծես թե անցնում է։ Աղջիկս տաղանդավոր աղջիկ է, որը ունի աբսոլյուտնի սլուխ, որը ես չունեմ։ Այն ամեն ինչ որ ես չեմ ավարտել, ինքը ավարտել է։ Երաժշտական Չայկովսկին, կոնսերվատորիան, այդ սաղ ինչ որ ես չեմ ավարտել, ինքը ավարտեց, հիմա էլ կոնսերվատորիայում դաս ա տալի։ Դե իհարկե, աղջիկս չի թողում ես մենակությունը շատ զգամ, բայց մեկը զգում եմ մենակությունը, որտեվ կինս մահացավ մի 5 տարի առաջ, 5-6, եւ մնացինք ես ու աղջիկս։ Մի հատ շատ հետաքրքիր ֆենոմենալ բան եմ ձեր մասին հասկացել։ Դուք ամբողջ կյանքում ապրել եք վատ սովորություններով, այն ընդունված վատ սովորություններով։ Քնում եք առավոտյան ժամը 6-ին, այսինքն ակտիվ գիշեր եք ունենում, բայց միշտ ունեցել եք երիտասարդ տեսք ու առողջ տեսք։ Ինչն է ձեր առողջությանը եւ այդ լավ տեսքին նպաստում։ Երիտասարդությունը չեմ մանում, բայց առողջը 80 տարեկան ասել լրիվ առողջ եմ։ Չէ, դե համեմատական, իհարկե համեմատաբար։ Ես համարում եմ, որ մարդ պետք է բարի լինի եւ անկեղծ։ Այդ երկուսը եթե մարդ ունի եւ օպտիմիստ։ Երեքն էլ։ Եթե այդ երեքը ունի, ինքը լավ ազգում իր ապրելակերպի մեջ, ինձ տենց ա թվում։ Վերջում ես ուզում եմ կարճ հարցեր տալ եւ ուզում եմ, որ կարճ պատասխանեք։ Ում եք ամենաշատը կարոտում։ Հիմա։ Այո։ Աղջկաս։ Ինչի մասին եք երազում։ Երազում եմ Երևան քաղաքը դառնա լուրջ ջազային երաժշտական քաղաք, երազում եմ դրա մասին, որտև երազում էի ջազակումբ ունենայի, ունեցա, Մալխաս ջազակումբը, հիմա էլ էդ եմ երազում։ Ինչից եք վախենում։ Մարդկանց ոչ անկեղծությունից, ֆալշից։ Ինչպես են ձեզ հիշելու։ Չգիտեմ։ Ինչպիսին է միջին վիճակագրական հայը։ Չգիտեմ, չեմ կարող պատասխանել։ Ինչ մի կարևոր խորհուրդ մեզ երիտասարդներին կտաք կյանքի մասին։ Եղեք բարի, սիրեք ձեր քաղաքը, Երևանը եւ եղեք անկեղծ։ Անչափ շնորհակալ եմ ձեզ, մայեստրո։